9-րդ գումարման ազգային ժողովի ղեկավար կազմը համալրված է 53 կողմ 0 դեմ ձայներով ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածու Արամ Վարդավանյանն ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Երրորդյա քննարկումների ավարտին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշում կայացրեց։ Հարգելով սահմանադրությունը, կոչ ենք արել նաև կառուցողական աշխատանքի եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ունի որոշում բավարար ձայնով կողմ քվեարկել, այսինքն ձայներ տալ այս ընտրության համար, այդ թվում նաև հաշվի ենք առել Արտուր Սարգսյանի բացակայությունը տնային կալանքով պայմանավորված եւ իհարկե ավելացնեմ, որ դուք մեր 3 թեկնածուներին որևէ կողմ քվեարկություն չտվեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին։ Ըստ Մանավազյանի, սա ոչ թե պարտավորություն է, այլ բարի կամքի դրսևորում։ Իսկ ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն է ունենալու ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահը։ Հարցն առաջ քաշեց Սիսակ Գաբրիելյանը մինչև քվեարկությունը, հիշեցնելով Վարդավանյանի խոստումները։ Ձեզ ուղղված հարցին, որ ասում եք, ես այս կանեմ, այն կանեմ, ճիշտ ասած, ես արժեկանոնակարգ սահմանադրական օրենքում չգտա գեթ 1 բան, որ դուք կարող եք անել, որը նախագահի կողմից հանձնարարված չի ձեզ։ Այսինքն ազգային ժողովի նախագահի տեղակալ եք ընտրվում իմ պատկերացմամբ եւ ինչպես արժեկանոնակարգում ագրված կատարելու պարոն Ռուբինյանի հանձնարարականները։ Եվ մի քանի օր առաջ ինձ լրագրողները հարցրեցին դուք կընտրեք թե չէ, ասացի ճիշտ ասած, տեսեք որտեղից ուր ենք հասել։ Այսինքն մի քաղաքական ուժ, որ կարծում է, որ մենք եկել ենք իրագործենք այն ապոկալիպտիկ ծրագիրը, եկել եք կանխելու հերիք չի, մի հատ էլ առաջադրում եք տեխնացու, որպեսզի կատարեք այդ իշխանության հանձնարարականները։ Ես ամեն դեպքում հաջողություն եմ ձեզ մաղթում եւ կարծում եմ ընտրվելու դեպքում դուք չեք անի այնպիսի գործողություններ, որոնք կնշանակի, որ դուք չեք կատարել պարոն Ռուբինյանի հանձնարարականները եւ մենք ստիպված չենք լինի այդ հիմքով ձեզ հեռացնել այդ պաշտոնից։ Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնարարությունների վերաբերյալ այն վերաբերում է ազգային ժողովի նիստերին, այն վերաբերում է նիստերի բնականոն ընթացքին, ինքս իմ առաջնային ելույթում դրա մասին խոսել եմ։ Իսկ որպես ազգային ժողովի падգամավոր, որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ այդ կարգավիճակում բնականաբար հանձնարարություններ չեն տրվում, իսկ միակ օրակարգը հանձնարարության տեսանկյունից, որը պատկերացնում եմ, դա ուժեղ Հայաստան խմբակցության որոշումներն են։ Ըստ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի ազգային ժողովի նախագահի տեղակալները ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ 1 նախագահում են ազգային ժողովի նիստերը, 2 նախագահում են խորհրդի նիստերը, 3 փոխարինում են ազգային ժողովի նախագահին կամ իրականացնում են ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ուղղված այլ հանձնարարություններ։ Կրկնում եմ, իրականացնում են ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ուղղված այլ հանձնարարություններ։ Հետևաբար ես հույս ունեմ, որ արդեն իսկ ընտրված ազգային ժողովի նախագահի տեղակալները եւ տեսականորեն ընտրվելիք նախագահի տեղակալները կիրականացնեն իրենց գործառույթները, հակառակ դեպքում, եթե չեն պատրաստվում իրականացնել, թող հայտնեն, մենք էլ իմանանք ինչ ենք անում։ Մեծամասնության падգամավորներն անդրադարձան նաև Վարդավանյանի կենսագրության դրվագներին, ընդդիմադիրների հնչեցրած արտահայտություններին, հիշատակեցին մանդատագողը ու հիշեցրին, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությանը չհասած մանդատներից ընդդիմությանն էլ է բաժին հասել, խոսեցին ընտրակաշառքի մասին։ Հարց եմ տալիս, ասում եմ, Նայիրի ինշուրանսի հետ ինչ առնչություն եք ունեցել, Քոչարյան ընտանիքի հետ ինչ առնչություն եք ունեցել, դուք ինձ ասում եք, կենտրոնական բանկն է հաստատել իմ թեկնածությունը։ Այս այն հարցին չի պատասխանելու տրամաբանության մեջ է, էլի ասում եմ, իսկ կենտրոնական բանկին ով է ձեզ առաջադրել, ասում եք Վահագն Խաչատրյանը։ Հիմա այստեղ նստած եւ հանրությունը տենց ասացիք Վահագն Խաչատրյանը գնաց, բայց Վահագն Խաչատրյանը Քոչարյանների ընտանիքի գործընկերն է Նայիրի ինշուրանսում, որտեղ երկուսն էլ փայ ունեն։ Ըստ էության դուք այդ ընտանիքների հետ ուղիղ առնչություն ունեք եւ կարծեմ Իշխան Սաղաթելյանը Հայաստան Դաշինքից եկել էր ստեղ ասում էր այդ ինչ է կնգել Արամ Վարդավանյանի հետևից ասում եք ճամբարափոխել, չէ, չենք ասում ճամբարափոխել, ասում ենք որ դուք նույն կուսակցության մի մաս եք։ Ամփոփելով Արուսյակ Մանավազյանը արձանագրեց, վատ է, որ ազգային ժողովի փոխնախագահի հարցի քննությունը մասամբ ընթացավ առանց նրա։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։